Բարև ձեզ Տիկին Մկրտչյան։ Ողջույն։ Տիկին Մկրտչյան, այսօր այս նախընտրական եռուզերի շրջանում մենք միասին կփորձենք հասկանալ, թե ուր ենք գնում եւ որտեղ ենք լինելու հունիսի 7-ից հետո։ Այս թեմայի շրջանակում հարցադրումներ սովորաբար հնչել են վերջին շրջանում դատարանների բակերում, որտեղ մենք առիթ ենք ունենում միասին հանդիպելու հաճախ ակցիաների ընթացքում եւ ինչու այս անգամ վերապահում ունեցավ ձեր ուժը մասնակցելու ընտրություններին հանրապետական կուսակցությունը եւ անձամբ դուք ինչ վերապահում եք։ Նախ ես շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար, որ այո, վերջապես այս ֆորմատով կարող ենք մի փոքր ավելի հանգիստ զրուցել, որովհետև ես ձեզ միշտ առիթ եւ հնարավորություն եմ ունենում տեսնելու փողոցային պայքարի ժամանակ մեր կողքին ու թույլ տվեք նաեւ ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել այս տարիների անմնացորդ նվիրումի համար, որովհետև նաեւ ձեր կողմից է եւ ձեր շնորհիվ է, որ մեր հասարակությունը ճշմարտությունն իմացել է այսօր Հայաստանում զավթված իշխանության եւ այդ իշխանության գլխին կանգնածների մասին։ Վերապահումը շատ պարզ էր ու շատ մարդկային։ Ես իհարկե կուզենայի ասել, որ հերթական քաղաքական որոշում է կամ քաղաքական process-ին վերաբերմունք է, բայց դա վստահաբար կեղծիք կլինի։ Իսկ անկեղծությունը այսպես է հնչում, որ Հայաստանում կա մի իրավիճակ, երբ պետությունը այլևս գտնվում է իրականում վտանգի եզրին եւ գտնվում է ոչ թե եւ ոչ միայն արտաքին թշնամիների պատճառով, այլ նաեւ այն մարդկանց պատճառով, ում արտաքին թշնամիները կարողացել են ներմուծել այստեղ հենց Երևանի կենտրոն։ Խոսքը իրականացված իշխանազավթման մասին է, մարդիկ, ովքեր սկզբից 0 կետ Արցախի համար նախատեսելով Արցախը զրոյացրեցին, ես ես վստահեցում եմ, որ հիմա նաև ունեն 0 կետից սկսելու հավակնություն Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի զրոյացման ծրագիրը եւս իրենց առաջ դրված է։ Հանրապետական կուսակցության այս խորհրդարանական հերթական ընտրություններին չմասնակցության մոտիվը, հիմնական նպատակը կայանում է հետեւյալում։ Միասնական ուժերով փորձել հաղթել Նիկոլին, վերջ դնել այս իշխանազավթմանը եւ վերականգնել պետությունը։ Մենք 2018 թվականից ենք այս պայքարի մեջ, ընդ որում ինչքան ծանր լինի ինձ համար այս թեմայի մասին խոսելը, միևնույն ժամանակ շատ պատվաբեր է, հավատացեք, որովհետեւ լինել այն քաղաքական միավորի եւ այն թիմի անդամ, որը 2018 թվականից գեծ 1 վայրկյան իր վարքով, խոսքով չի շեղվել ու այդ նույն գծի մեջ է պայքարի, թույլ տվեք նաեւ ասեմ շատ-շատերին հնարավորություն ընձեռելով նաեւ հետո միանալ այդ պայքարին, հասկանալով, գիտակցելով ինչ է թե իրականում կատարվում։ Մենք այսօր ունենք մի նպատակ, այդ պայքարը շարունակել եւ այսօր այդ պայքարը շարունակելու համար այո կար անհրաժեշտություն չմասնակցելու, որովհետեւ ընդդիմադիր դաշտը, խոսքը ազգային ընդդիմադիր դաշտի մասին է, մարդիկ ովքեր չեն վախենում ասել, որ Նիկոլը դավաճան է ու շատ լավ գիտեն, որ պայքարում են դավաճանի հետ, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ Նիկոլի հետ սուրճ խմողների, իր մոտ պաշտոններ ստացողների կամ չստացածների պայքարի մասին չէ սա։ Այն մարդիկ, ովքեր իրականում հավակնում են սրանց հեռացնել, չունենանք լրացուցիչ պառակտում, այն պառակտումը, որ ցավոք սրտի կա, չունենանք այն արհեստական ներմուծված, բայց այնուամենայնիվ աշխատող եւ այս պայդրությամբ դեռևս ներկա թեզերի այդ նախկին ներկայի վերացումը անընդունելի լինելու ու վերջապես մեզ ցույց տալու շատ པարզ մի հանգամանք, որ մեզ համար մանդատը կարևոր չէ, ընդ որում այդ մանդատը կապ չունի թե ինչ բնույթ ունի, իշխանական է թե ընդդիմադիր, մեզ համար կարևորը պետություն ունենալն է ու մենք դրա հետևից ենք գնում։ Եվ ամենակարևորը սա չի նշանակում, որ մենք պայքարից ենք դուրս եկել։ Ես կարծում դուք էլ կփաստեք, որ այս վերջի ժամանակահատվածում արդեն 1 ամսից ավել է ունենալով որոշում եւ այդ որոշումը հրապարակելով, որ մենք չենք մասնակցում, այսինքն չունենք քաղաքական կոնյունկտուրայի մեջ տեղավորվելու հունիսի 8-ից հետո տեղավորվելու որևէ հնարավորություն, մենք փաստացի շարունակում ենք ակտիվ պայքարը, որտեղ պայքարում ենք եւ մեզ համար հաղթանակ է լինելու ոչ թե օրինակ հանրապետականի ցուցակում հայտնվելը կամ հանրապետականի ցուցակը, որ հայտնվեր խորհրդարանում, այլ սրանց հեռացումը։ Ինչպես եք վերաբերվում, երբ ընդդիմադիր այսպես դիրքավորում ունեցող ուժերը սկսում են այդ նախկին ներկա օրակարգերի մեջ մտնել։ Շատ վատ, ուղղակի նիկոլական թեզ որպես, որտեվ ես շատ լավ գիտեմ, որ 2018 թվականին անգամ ամենաթեժ օրերին, երբ որ այդ թեզը ներմուծվեց, ինքը մի նպատակ ուներ՝ մեզ բոլորիս բաժանելու, սևերի սպիտակների, տարանջատելու եւ
այդ դրա միջոցով պետությունը զավթելու։ Այդ նույն տրամաբանության մեջ էր, որ գալու եմ արագաչափերը չլինեն, գալու եմ կարմիր գծերը չլինեն, Արցախը Հայաստան է եւ վերջ, վարկերը բոլորը մարվելու են, Հայաստանի Հանրապետությունում քրի օլիգարխներ չեն լինելու, այս ամեն ինչի տրամաբանական շարունակություններ պետք է չէ ստել, որովհետեւ գործիքակազմ այլ չկար։ Հայաստանի հասարակությանը քայքայելու եւ այդ ինստիտուցիոնալ դիմադրողականությունը նաեւ վերացնելու համար հասարակության հենց այսպիսի ստեր էին պետք։ Ու սա այդ ստերից մեկն է։ Ցավալիորեն հենց կան այսօր իրենց ընդդիմադիր անվանող մարդիկ, ովքեր որոշները դիտմամբ են այդ խոսույցը շարունակում, որտեղ Նիկոլի հետ ունեն համատեղ անցյալ եւ այդ համատեղ անցյալը մոռացության չեն կարողանում տալ, ինչքան էլ որ Facebook-ից ջնջեն իրենց համապատասխան գրառումները կամ փորձեն տարբեր լրատվականների հետ պայմանավորվել եւ 2018 թվականի իրենց հարցազրույցները ջնջել, դա մեր հիշողությունից հո չի ջնջվելու, եւ երկրորդ կեսը ընդդիմադիրների, դրանք մարդիկ են, ովքեր չեն ուզում խորքային տեսնել, թե որտեղ է խնդրեմը։ Իրենք սկսել են այսօր պայքարել, իրենք համարում են, որ իրենց պայքարի սկիզբը հենց այս պահից պիտի սկսվի եւ չեն գնում դեպի սկզբնաղբյուր, չեն ուզում հասկանալ, թե ով էր Նիկոլը 2020-ին եւ ինչ էր անում 2020-ին Հայաստանի հետ, ով էր ինքը 18-ին, ել չեմ ասում դրանից առաջ։ Եվ այս հետագիծն է իհարկե մեզ տալու այս հարցի պատասխանը, որտեվ եթե այն ընդդիմադիրները, ովքեր այսօր հավակնում են Նիկոլին հեռացնել, հիշեն, որ ինքը ընդամենը 1 տասնամյակ առաջ ընդամենը փողոցային անկարգություններ հրահրող էր, մարտով որ հաճույք էր ստանում, որ ոստիկանից մահակներ են խլում եւ ջարդում են այդ ոստիկանների գլուխները, դրանից հետո տեսնեն, թե ինքը ով էր ազգային ժողովում մի ստախոս եւ ինչ որ նույնիսկ խարդախության հասնող գործիքակազմին դիմող եւ կտեսնեն հետո թե ինչ եղավ 2018-ին իշխանազավթում, որի մեջ ինքը այստեղ Հայաստանի Հանրապետություն թույլ տվեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտեն տարբեր երկրների եւ տարբեր պետությունների, թույլ տվեք իմ կասկածը ձեզ հայտնել, հատուկ ծառայությունները։ Տիկին Մկրտչյան, ամեն դեպքում հանրային շրջանակներում տարածված թեզ կա, որ եթե չլինեին նախկինների սխալները, այսօր չէր լինի այս իշխանությունը իր սխալներով, իր հետևանքներով, կա ճշմարտություն ասվածում։ Սխալներ գործում են բոլորը, Հայաստանի նախկին իշխանություններից որևէ մեկը դավաճանություն չի գործել եւ Հայաստանի նախկին իշխանություններից որևէ մեկի սխալը ճակատագրական չի եղել հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար։ Դրա համար այդ համեմատությունը իհարկե սխալ է։ Ես մեկ այլ ասպեկտով եմ ուզում անդրադառնալ։ Շատերը ասում են դե 2018-ին ինչի դեմ որ եկել էր Նիկոլը պայքարելու, այդ բարքերն էին, որ բերեցին նրան, որ մարդիկ չէին հասկանում այլևս իրականության եւ ստի այդ ջրբաժանը, բայց հիմա այսօրվա իրականությունը Նիկոլի բերում է նրան եւ ապացուցում է այն հանգամանքը, որ 2018-ին որևէ մեկը չի ասում, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին ապրում էր իդեալական երկրում կամ իրավակարգի բացարձակ հիմքերով, իհարկե ոչ, եւ այդպիսի բան չի լինելու, միշտ պիտի ձգտել այդ իրավակարգի սահմանադրական երաշխիքների ամրապնդմանը ավելի շատ, բայց այսօրվա իրականությունը գալիս է ապացուցելու, որ այդ թեզը չէր աշխատում։ Այն ինչ որ տեղի ունեցել 2018-ին, դա գեներացիա է եղել, ընդ որում կներեք այս բառի համար, բայց գրոհային խմբերով կազմակերպված, այսինքն այն մարդիկ, ովքեր փողոցում էին, հո իրենք չեն արել 2018-ի իշխանազավթումը։ Դա արել են գրոհային խմբեր, ես վստահ եմ դուք էլ ինձնից շատ ավելի շատ տեղեկություններ գիտեք, թե որ դեսպանատունը ինչն էր համակարգում, որ դեսպանն էր պատասխանատու օրինակ իրավախախտ քաղաքացիների կամ Նիկոլի կողմից ղեկավարվող խմբակի անդամներից որ մեկին էր կուրացիա անում, որ փողոցը փակելու եւ ինչ կարգի անկարգություններ անելու համար ով էր պատասխանատու էս իրենց խմբակից, որ այսօր իշխանություն են զավթել։ Ու գիտեք ինչ, Նիկոլը լավագույնս տվել է 2018-ին իրենց կազմակերպածի անունը։ Ինքը հիմա այդ գործողությունները բնութագրում է որպես ահաբեկչական, չէ՞։ Բագրատ Սրբազանը խոսել է ընդհանրապես այն ամեն ինչի մասին, ենթադրաբար խոսել է, ինչը որ արել է Նիկոլը, բայց նույնիսկ խոսակցությունը դրա մասին ինքը բնութագրել է որպես ահաբեկչություն։ Հենց ինքն է դրա մասին խոսել։ Բայց վերադառնալով նրան, հիմա քրի օլիգարխներ չկան Հայաստանում, կան։ Գրզոն ավելի լավ վարքագիծ ունի, քան 2018-ից առաջ որևէ մեկը, չէ։ Քրի օլիգարխներ չեն հիմա Նիկոլի ֆրակցիայում նստած են։ Չկան մարդիկ, ովքեր տենդերներ են շահում միլիարդներով եւ զրո հաշվետվողականություն ունեն, կան,
Չկան նախարարներ, ովքեր չգիտես ինչով են զբաղվում, չկան падգամավորներ, ովքեր իրենց լկտի են պահում եւ ամենավերջի բառապաշարով խոսում են падգամավորների հետ, կան, ընդ որում շատ ավելի վայրագ ձևով։ Ես նախորդ 30 տարիների ընթացքում չեմ հիշում, որ կին քաղաքական գործիչները բռնության ենթարկված լինեն։ Հիմա Ազգային ժողովում ուղիղ եթերում առանց խորշելու, էլ չեմ խոսում ինչ-որ նույնիսկ ձևական քրեական գործ չի հարուցվում, ասածս ինչն է, որ այդ ամեն ինչը նույն կերպ մնաց, ընդհանրապես այդ ամեն ինչը հիմա ծառայում է Նիկոլին, քրեաօլիգարխներից մինչև ցանկացած տեսակի երևույթ, որը անընդունելի է մեր հասարակության համար, բայց չգիտես ինչի դա ատելության գեներացիայի չի բերում։ Իսկ դրսի արձագանքները ինչի են էս փուլում անհամարժեք այսքան, որովհետև տեսանք նաև վերջին շրջանում Արևմուտքի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եկան ողջունեցին նորից Հայաստանում ժողովրդավարությունը, փորձեցի կառերեսել իրականության հետ տարբեր ակցիաներով, ամեն դեպքում կարծեք կոնկրետ արձագանքներ եւ գնահատականներ չեղան։ Չեն լինելու, որովհետև իրենք կամանկատար իշխանությունն են այստեղ։ Իրենց իհարկե չէր կարող Սերժ Սարգսյանի իշխանությունը ձեռնտու լինել, որտեղ Սերժ Սարգսյանը նստում էր սեղանի շուրջ եւ այդ սեղանի շուրջ հայկական շահի ներկայությունը ամրապնդում էր։ Հիմա Նիկոլը ուր ասես գնում է եւ այդտեղ մի բան կա։ Մի հատ բրոշուր է տանում հետը վստահ եմ, հեն այն ժեշտի կտորն էլ կպցրել, ասում են այքել այսքան բան կա, այսքան բան է մնացել, որ մեկիդ ինչա պետք։ Աճուրդի հանած երկիր, որտեղ իրան կարգել են որպես ձևական ղեկավար, իբր տվել են ձևական լեգիտիմություն, իբր տվել են հնարավորություն ծախելու։ Այսինքն այդ մարդը կգնա Վաշինգտոնում անունը կդնի trip, թե կգնա Մոսկվայում, թե Բաքվի եւ Անկարայի շնորհիվ կսարքի Զանգեզուրի միջանցք, իր համար միևնույնն է, ինքը իր աթոռի պաշտպանությունն է ուզում այստեղ գտնի եւ ինքը ցավոք սրտի գտել է 2018-ին էլ գտավ այդ աշխարհաքաղաքական բալանսը ու ես չեմ ուզում մենք տպավորություն ստեղծենք ու շարունակենք այն տպավորությունը թե հայ ժողովուրդը իրան բերեց, հայ ժողովուրդը իրան չբերեց, այո հայ ժողովուրդը խաբվեց այն իրականությանը, որը կար 2018-ին, բայց 2018-ին էլ Նիկոլին իշխանության այլ մարդիկ են բերել։ Իր դրսի տերերը ում ինքը շարունակեց ծառայել։ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ է դրա մասին։ 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթուղթն է դրա մասին։ Ու այս ամեն ինչը խոսում է նրա մասին, նույնիսկ այն նկարը, որ ինքը այսօր էս երկու օրվա մեջ պիտի ստանար մայիսի 3-ին 4-ին։ Ինչ էր։ Եվրոպացիները մտածում են, դες հայ ժողովրդին 18-ին խաբել ենք, 20-ին խաբել ենք, 22-ին խաբել ենք, 23-ին իրանց աչքի առաջ Արցախում էթնիկ զտում էր, էլի խաբել ենք, չեն կարողացել իրենք կոնսոլիդացվել եւ պահպանել իրենց հայրենիքի սրբազան հատվածներից մեկը։ Հիմա կգանք այս նկարով է կխաբենք։ Նախընտրական միջամտություններ դա։ Իհարկե, ուղիղ միջամտություններ, աջակցություններ, իրենք իրենց բառերով են ասել։ Կներեք, Ֆիդանից, Թուրքիայից մինչև Մակրոն չեն ասում մենք Հայաստանի Հանրապետության կողքին ենք կամ չգիտեմ ինչ։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վերընտրության խնդիրն են լուծում, բայց այստեղ եվրոպացիները մի շատ կարևոր նյուանսի մեջ սխալվել են։ Իրենց թվում է, թե հայ ժողովուրդը 2023-ի, 24-ի ժողովուրդն է, էլ չեմ ասում 18-ի, եւ իրենց մի նկարը եվրոպացիների հետ կամ մի 2 օր այստեղ լավ ժամանակ անցկացնելը մեզ բավարար է ոգևորության համար։ Ինչ տվեցին իրենք մեզ, ինչ տվեցին իրենք Հայաստանին։ Այդքան տենց կուլիսներում իբր խոսում էին, չէ՞, ինչ որ ուզում էիր գտնել որտեղից է այդ խոսույթը գալիս, չէիր հասկանում, բայց անդադար օթում տենց ինչ որ աղմուկ կար։ Հեսա եվրոպացիները գալիս են, վիզաների ազատականացումը մեզ տան։ Հեսա եվրոպացիները գալիս են, ասեն, որ Հայաստանը թեկնածու է Եվրոպական միության երկիր դառնալու։ Որևէ մեկը չեղավ։ Ավելին, շատ ուղիղ ասացին, որ Եվրոպական միության ճանապարհը դեռ շատ երկար է, այն քարտեզները, որ իրենք հրապարակում են որպես անդամ պետություն, թեկնածու պետություն, լինելուն մենք այնտեղ չկա։ Իսկ ինչ վերաբերում է վիզաներին, արդեն նույնիսկ սրանք են ասում, որ դա տարիների աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք։ Հետևաբար իրենց նկարը այլևս հայ ժողովրդին բավարար չէ։ Ու մենք գիտեք 5 օր մեր այս քաոսի մեջ եւ այս դաժանության մեջ, որտեղ արդեն 8 տարի հայ ժողովուրդը գտնվում է, մենք չենք էլ հիշելու, ինչ մնաց իրենց այցից։ Հա, իրենց լավ ժամանակը պետ բյուջեի վրա մի քանի միլիոն ծախսը ու վերջ։ Իսկ այս անգամ ձեր կարծիքով պաստորեն չեն հաջողելու տպավորություն ստեղծելու հարցում, նախընտրական process-ում Փաշինյանին աջակցելու հարցում։ Տպավորություն ստեղծելու հարցում ոչ, որովհետև հայ ժողովուրդը բավականին սթափ է իրավիճակին նայում,
բայց այս լավատեսությունը ես ուզում եմ տարանջատել այն փաստից, որը կարող է լինել հունիսի 7-ին, որովհետև սրանք շատ տարբեր բաներ են։ Հայ ժողովուրդը արդեն 4-5 տարի նույն սոցիոլոգիական հարցումներով առանց վախենալու ամեն 4-րդը ասում է, որ Նիկոլը դավաճան է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մի բան խանգարելու է իրենց կեղծել հունիսի 7-ի արդյունքները եւ հունիսի 8-ին հայտարարել, որ Նիկոլը շարունակում է իր իշխանազավթումը, որովհետեւ այդ ձեր իսկ մատնանշած ժողովրդավարության մասին անդադար խոսելը դա արդեն մատնանշում է այն հանգամանքը, որ իրենք պատրաստ են Նիկոլին թույլ տալ անել ամեն ինչ։ Իրենք եկել էին այստեղ մի երկիր, ընդ որում մեր ակցիաների շնորհիվ էլ դրան վստահաբար ծանոթացել են, չնայած թույլ տվեք ես այս մեծամտությունն էլ չանեմ ու ասեմ, որ իրենք շատ ավելի լավ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում, մեր ակցիաներով չի որ պիտի իմանային, այսինքն այն խոսակցությունը, որ չգիտեն ինչ է կատարվում, ուղղակի բացառված է, իրենց զեկույցներով էլ դա ամրագրում են, բայց վարքագիծը դրան չի տանում։ Իրենք եկել են մի երկիր, որտեղ կան կին քաղաքական բանտարկյալներ, կանայք բանտարկվում եւ հալածվում են իրենց հասարակական գործունեության համար, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար, իրենք եկել էին մի պետություն, որտեղ աշակերտ կա, կալանավորված միայն նրա համար, որ Նիկոլը եկել որոշել է պատարակը հարամի ու այդ երիտասարդը շարունակել է իր պատարակը, այ դրա համար իրեն բռնությանն են ենթարկել, ինքը իրենք եկել են մի պետություն, որտեղ Նիկոլի իշխանության օրոք դատարանում մարդ է մահացել, այսինքն իրենք բերել են խոշտանգման այնպիսի վիճակի են հասցրել, որ հենց դատական նիստի ժամանակ քաղաքացիա մահացել, սպանվել է փաստորեն Նիկոլի իշխանության պարագայում, զրո արձագանք ունեն դրան։ Իրենք եկել են մի պետություն, որտեղ քաղաքացին, ով համարձակվել էր նստել գործակալական անցյալով եւ միգուցե նաեւ ներկայով հայտնի Օմեգայի աթոռին, ազգային ժողովի նախագահի աթոռին իրեն եւ 1 օր անց գտնում են ինքնասպան եղած եւ այն երկրում են, որտեղ անգամ չկա նախաքննական վարկած, թե ինչ է տեղի ունեցել։ Վերջ միանգամից այս մարդը ինքնասպան է եղել։ Իրենք այդ պետություն էին եկել։ Հիմա մենք հասկանում ենք, չէ, այսօր եվրոպական քաղաքական էլիտա եւ քաղաքական վերնախավ կոչվածը ինչպես է վերաբերվում մարդու իրավունքներին։ Հայի կյանքը իրենց համար զրո է եւ շատ լավ է, որ կա Խամաճիկ Նիկոլը, որը պատրաստ է Սյունիքից մինչեւ Տավուշ, Տավուշից մինչեւ Վայոց ձոր եւ անգամ Վայոց ձորից էլ մինչեւ Երևան, կներեք այս բառիս համար բազար եւ վաճառել։ Ամեն դեպքում իշխանությունները խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, անվտանգային եւ տնտեսական, եւ Եվրոպա դեպի իրենց այս ուղղությունը պայմանավորում է նաեւ այդ հանգամանքով, որ ճորտ չեն ուզում լինել։ Մյուս կողմում եվրոպական այս անորոշ հեռանկարի հակառակ կողմում, Փաշինյանի ասած հակառակ կողմում հայ-ռուսական հարաբերություններն են, որոնք բավականին լարված են, թեև այդ մասին խոստովանություն չկա այս իշխանությունների կողմից, ասում են մենք կհամատեղենք այնքան երկու հարթակներ, ինչքան դա հնարավոր է։ Սա քաղաքական մանևրելու օրինակ է, դիվանագիտության օրինակ է համատեղելը, թե ամեն դեպքում կան խնդիրներ եւ պետք չէ այս կերպ հեռանալ, չունենալով այլընտրանք Ռուսաստանից հեռանալ։ Նիկոլի դիվերսիֆիկացիան մի տեսք ունի, Պուտինի կոշիկը լիզել, անցնել Էրդողանի գիրքը պաչելուն, այդ ընթացքում գնալ Էմանուել Մակրոնի կոշիկը լիզել, այդ ընթացքում եթե հաջողվի Տրամպին հիշեցնել իր անուն ազգանունը։ Իրենց դիվերսիֆիկացիան այս տեսքը ունի եւ այն տրամադրությունը կամ տրամադրվածությունը, որ իրենք նաև հայ հասարակության մեջ են ուզում տարածել, թե գիտեք ինչ, կամ մենք ընտրել ենք եվրոպական ուղին, դրա համար ունենք բարդություններ, օրինակ նույն ռուսական կողմի հետ հարաբերություններում։ Այդ սուտ է։ Դա սուտ է։ Նիկոլը չի գնում Եվրոպա եւ մեզ չի տանում Եվրոպա։ Կամ հակառակը Նիկոլը չի գնում ռուսական կողմի հետ հարաբերությունների կամ տնտեսական համագործակցության խորացմանը։ Ինքը ցանկացած մայրաքաղաքում փնտրում է իր աթոռի ոտքերը պահողին։ Ես ցավում եմ, ու մենք դա պիտի նաև ասենք, որովհետև դա շատ կարևոր է պայքարի համար։ Ինքը տարբեր ժամանակահատվածներում այս 8 տարիների ընթացքում տարբեր մայրաքաղաքներում իր իշխանազավթած աթոռի ոտքերը պահող գտել է։ Մոսկվայից Վաշինգտոն, Վաշինգտոնից Բրյուսել, ցավում եմ, բայց մենք այնքան ենք թուլացել որպես հասարակություն ու որպես պետություն, որ Նիկոլի աթոռի ոտքերը պահող եղել են անգամ Բաքվից եւ Անկարայից։ 2018 թվականի իրադարձություններից հետո, երբ Ալիևն ասում է, որ մենք շատ մեծ ներդրում ունենք այն ամեն ինչի մեջ, ինչ որ կատարվեց Հայաստանում, նկատի ուներ Նիկոլի իշխանության գալը, մենք դրանից հետո ինչպես ենք հանգիստ ապրում։ Այսինքն մեր թշնամին այսօր գոհ է մեր երկրում դե ֆակտո ղեկավարություն իրականացնողից։
Սա մեզ այնքան պիտի լարեր, որ մենք էլ հնարավորություն չունենայինք Մոսկվայի կամ Վաշինգտոնի կամ Բրյուսելի հարաբերությունների մասին մտածել։ Մենք պիտի հասկանայինք, թե ինչքան ծանր է մեր վիճակը։ Լավ, սրանից չենք լարվել։ 2020 թվականին Անկարայից են ասում են, եթե Հայաստանի ժողովուրդը կամ գլխավոր շտաբը ինչ-որ ներքաղաքական իրադարձություններ կազմակերպեն, այսինքն խոսքը Նիկոլին հեռացնելու մասին է, մենք մեզ իրավունք ենք վերապահելու միջամտել։ Այսինքն Անկարայից են ասում, որ գալու են Երևան։ Իդեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին, նախապատրաստական աշխատանքները ավարտվել են, այսպեսի հաղորդագրություն է տարածվել լրատվամիջոցներում։ Սա տնտեսական հնարավորությունների մասին չի վկայում։ Ոչ, սա վկայում է նրա մասին, ինչից մենք մեր զրույցը սկսեցինք, որ 0 Հայաստանի համար վերջում դառնալու է Հայաստանը զրոյացված։ Այն տնտեսական, արտաքին քաղաքական, ինչ անուն ուզում եք դրեք, խոսքը մի բանի մասին է ընդհանրապես, Հայաստանը կլանելու, Հայաստանը վերացնելու մասին է։ 42,000 քառակուսի կիլոմետր հայրենիքից Նիկոլը թողել է, ես չեմ ասելու այդ թիվը, որովհետև դուք չգիտեք ինչքան այդ թիվը կանգնելու։ Մի տարի առաջ այդ թիվը ուրիշ էր, 3 տարի առաջ այդ թիվը ուրիշ էր, 8 տարի առաջ ինքն էր ասում, որ մեր հայրենիքը 42,000 քառակուսի կիլոմետր է ու պար էր գալի Շուշիում ու ծաղրում էր հանրապետականներին, հիշում եք, հանրապետության հրապարակից ասում էր, ձեզ ասում են, որ ես եկել եմ երկիրը ծախելու, չհավատաք։ Գնում էր Շուշիում, նկարվում էր, ասում էր, տեսեք, եկել ենք նկարվենք, որ հանձնենք։ Տենց էլ արեցին, բայց։ Իդեպ քաղաքական ամնեզիաների մասին Փաշինյանը օրերս Սյունիքում, Կորնիձորում հայտարարություններ է արել, թե Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար, մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որ մեզ հավատացրել են, թե մեր տարածքներն են, մեզ չեն պատկանում իրականում, ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության ու սեփականության իրավունքը թուլանա, եւ մեկ այլ դրվագել ակտիվ ԿՊ-ական կառավարում նշել է, որ այսպես մեջբերում եմ, նրանք այլևս երբեք ձեր որդիների կյանքի ու արյան գնով չեն հարստանալու եւ այլն, մոռանալով իհարկե, որ 2020 թվականի այդ ողբերգական պատերազմը եղավ 44 օրը հենց իրենք էին իշխանության, այս քաղաքական ամնեզիայի մասին եթե խոսենք, մեկ բղավել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ եւ մեկ նման հայտարարություններ անել, ինչի վկայությունն է, անհնարինության, այլ ընտրանքներ չունենալու, թե թուրք տերերին լավագույնս ծառայելու, ցույց տալու, որ անփոխարինելի եմ ես, որովհետև Հայաստանում դուք երբևէ չեք գտնի հայ ժողովրդի նման թշնամի, որը կարող է Երևանի կենտրոնում պահել զավթած կառավարության շենքը, ազգային ժողովի շենքը ու դրանից բխող նաև բոլոր որոշումների կայացմամբ։ Նիկոլը ատում է հայ ժողովրդին։ Հայ ժողովրդին ատում է իր հավաքականության մեջ, որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն ստեղծած եւ հայրենիք ազատագրած միավոր։ Ու նաև ատում է յուրաքանչյուրիս առանձին։ Ինքը տանել չի կարողանում մեզ եւ դա ամեն օր ցույց է տալիս, նվաստացնելով, ծաղրելով, մեզ ստելով, մեզ ասելով, որ հա, ես դավաճան եմ, բա եկեք ինձ հանեք, կարող եք եկեք հեղափոխություն արեք։ Ու այն քաղաքացիները, ովքեր գնում են խաղաղ ցույցի, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, կրակում է այդ քաղաքացիների վրա 32 նռնակագծում իր վայրենիներին տարբեր գույնի գլխարկներ հագնող խոշտանգումների եւ ծեծի ինդուլգենցիա է տալիս Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որpիսի իր աթոռին հանկարծ որևէ մեկը չմոտենա։ Դուք շատ լավ կհիշեք այդ 2018-ի ստերից հերթական ստերից մեկն էր։ Կառավարության դուռը ձեր դուռն է, ուզում եք ջարդեք, ուզում եք մի ջարդեք, ազգային ժողովի դարպասները պիտի բացվեն, պիտի փակ պետական հիմնարկության դուռ չլինի։ Եկեք իրար հետ փորձենք քայլենք։ Կարող եք 20 մետրից մոտենալ ցանկացած պետական հիմնարկության դռանը, մոտենալ է, հələ իր Նիկոլի ասած ջարդել չջարդելու հայեցողությունն էլ չենք իրացնում։ Ուղղակի մոտենալ չեք կարող, որտեվ մի ամբողջ զորք է դրած եւ այդ զորքը, որին Նիկոլը իր հավաքած թալանով պահում է, մենակ դրա համար է պահում։ Պարգևավճարներ, լավ ամեն ինչ տեղը պահի, որ հանգարց որևէ մեկի մտքով չանցնի պայքարել իր դեմ, հանգարց որևէ մեկի մտքով չանցնի այդ համակարգից, այդ ստրկացած իրավապահ համակարգից, որոշի, որ ինքը գործառույթ ունի, եւ այդ գործառույթը գրած է ոչ թե Նիկոլի SMS-ի մեջ, այլ իրեն վերաբերելի օրենսդրության մեջ։ Կիմոքրչյան, երբ մտնում եք քաղաքականություն, պատկերացնում եք, որ նմանատիպ իրավիճակների եք բախվում։
Իմ քաղաքականության մուտքը երիտասարդական քաղաքականությունից է տեղի ունեցել։ Ես Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ եմ եղել ու շատ բնականon էր այդ մուտքը, շատ լավ եւ անմիջական միջավայր էր երիտասարդական կազմակերպությունում հանրապետական, այդ ժամանակ երիտասարդական կազմակերպության ղեկավարությունը շատ մեծ ծրագրեր էր անում երիտասարդների համար, դրսի երիտասարդության հետ շփվելու հնարավորությունից մինչեւ այստեղ ակտիվ երիտասարդական կյանքի, քաղաքական կյանքի ապահովում եւ 2018 թվականին, ինչպես ցանկացած մարդու արչեւ Հայաստանում, իմ արչեւ էլ կար ընտրություն, այդ փսիխոզի մասը դառնալու եւ կամ ունենալու սեփական կարծիք, ինչը 2018-ին իհարկե չէր ողջունվում, բայց ես 2018-ին իմ որոշումը կայացրել եմ եւ այն դագաղների շքերթը, որը կար, չեմ ձևացրել, թե բնականon է եւ չեմ ձևացրել, որ կենթանի մարդու դագաղի վրա ապարելը 2018-ին ինձ դուր է գալիս, ինչա թե միանամ մեծամասնության։ Չեմ ձևացրել, որ այդ ամեն ինչը բնականon է եւ եթե այդ պահն ենք համարում քաղաքականություն մտնել, ապա ուրեմն այդ պահից պիտի ասեմ, ոչ թե քաղաքականություն մուտք գործեցի, այլ որոշեցի այդ պայքարը շարունակել։ Շարունակել են կարծիքով, որը ես ունեցել եմ։ Իհարկե չեմ կարծում, որ որևէ մեկի մտքով կանցներ, որ այսպիսի դաժանությունների միջով է անցնելու Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այս ընթացքում պոլիսային առաջարկներ եղել է նկատվում 2018-ից հետո։ Ինձ չեն եղել ու ես համարում եմ, որ դա իմ կեցվածքի արդյունքն է, որտեղ եթե լինում են առաջարկություններ, նշանակում է ինչ-որ միտեղ թույլ ես տվել այդ առաջարկությունը անելու համար։ 2018-ին կարծում եմ յուրաքանչյուրի առաջ այդ հնարավորությունը բացվել էր։ Իմ առաջ թույլ տվեք, ասեմ, մի փոքր ավելի շատ էր բացվել, այն բերումով, որ ես աշխատում եի ազգային ժողովի աշխատակազմում, իրավաբանական վարչության աշխատակից էի եւ իհարկե հնարավորություն կար ավելի մոտիկից այդ իրադարձությունները հետևելու եւ միգուցե նաեւ ձեր ասած առաջարկությունները հնարավորություն ինքս ինձ համար ստեղծելու, բայց ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ոչ չի եղել։ Եվ ամփոփելով հունիսի 7-ից հետո ինչպիսի Հայաստանն եք ուզում արթնանալ։ Ես ուզում եմ արթնանալ վերականգնված պետությունում, վերականգնված հայկական պետությունում, որտեղ կա նվազագույն անհրաժեշտը հայկական իշխանություններ, որոնց հետ արդեն պիտի խոսենք ձեր ասած լավ եւ վատ քաղաքականության մասին, սխալների եւ ճիշտ որոշումների մասին։ Իսկ եթե Հայաստանը շարունակի մնալ իշխանազավթված, ապա անդադար անկոտրում եւ աննահանջ պայքար պիտի լինի պետությունը վերականգնելու համար։ Միմիայն դրա մասին պիտի լինի այսօրը, վաղը եւ հունիսի 8-ը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։